Բարի օր աշխարհասփյուր հայությանը, կարճ եթերա մի երկու րոպե եմ խոսալու չեմ երկարցնի, այսօր քարոզարշավի առաջին օրնա, իսկ իմ կողմից էլ հակաքարոզարշավի առաջի օրը թողնի, եթե կուզեք այդպես անվանեք, ուրեմն թե ունեմ հակաքարոզարշավ անելու Սամվել Կարապետյանի եւ այն երկու մեծ ուժերի մասին, այս խոսքից մեջ, եւ կունենամ Նիկոլ Փաշինյանի խոսքի մեջ, որը ինձ դուր չգալիս այդ խոսքը ասա հիմնավորելու եմ ինչու եւ էլի չանվանենք նոր ուժերի անուններ, բայց նոր ուժերի մեջ էլ կա մի բան, որ փորձում են էլի իբր թե նորություն մտցնեն, որ ժողովուրդը ասեն, վայ, ես մեկը ավելի լավ բաներ ա խոսում, եկեք սրան ձայն տակ։ Դե հիմա ընկերներ ջան, ես էլ գիտեք որ ոչ մեկը ջինս չեք իս տվել, ոչ էլ քեբաբ եք տվել, դե ես էլ հակաքարոզարշավ եմ անելու։ Ուրեմն այս հակակոռուպցիոնը չվերցնի ասիա, դու sense բան ես ասել, խրախուսում ես կոռուպցիան, էսի կատակ էր, բարձա, ուղղակի որ ուզեն անգլխիտ գործ սարքեն կատակնել լրջացնելու։ Բարունայք, գիտեք ինչ չի դուր գալիս, Նիկոլ Փաշինյանից սկսենք էլի սկզբից։ Հայք, ասма երրագլուխ պատերազմի կուսակցությունը։ Նկատի ունենալով Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, երրագլուխը ասեմ։ Ստե միտեղ գալիս է իմ ասածին Փաշինյանը, նմանվում է իմ ասածին, այն բանը, որ ես ասում եմ Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան եւ Գագիկ Ծառուկյան մի դաշտում են խաղում, ընդդեմ ում Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան։ Փաշինյանը ստե հաստատեց, որ չորրորդ քարագլուխ չի ասել, որ քարագլուխ ասել գոնե Այս հոգեբանությունը եւ այս նրբությունը Փաշինյանը հաշվի չի առել, որ սրանով ինքը հաստատեց, որ ինքն ու Սերժ Սարգսյանը մի թիմում են խաղում։ Եվ ես դա ոչ թե դեմ եմ, ոչ թե ասում եմ լավ չի, ես համարում եմ, որ Սերժ Սարգսյանը ճիշտ քաղաքականություն ավարել, գիտակցելով, որ Ռուսաստանը մեզ, բայց երկարելու է եթերը, խափեցի որ 2 րոպե, իրականում են գլխավոր իմաստը, որ ուզում եմ ասել 2 րոպեվա պատմություն է, բայց լավ, որ երկարեց, հուսով եմ դեմ չեք շարունակեմ։ Ես դեմ չէի Սերժ Սարգսյանին պոլիտիկային, որ հասկանալով, որ Ղարաբաղի հարցը մեր այս տարածաշրջանում Ռուսաստանը հզոր երկիր լինելով, դաշնակից լինելով, գերտերություն լինելով, Կովկասի վերահսկող լինելով, չի ուզում Արցախի հարցը մեր հաշվին լուծի։ Սերժ Սարգսյանը այդքանը հասկանալու, բայց չէր էլ կարում պոկվեր Ռուսաստանից, ինչպես պոկվեր։ Երկար տարիներ ինքն էլ ԿԳԲ-ի տնօրեն է եղել, վերջը ԽՍՀՄ-ից պոկված, ԽՍՀՄ-ից պորտալարով կապված ազնվորություն, ինչ արի պետքա նոր մարդ բերի, ստե ում բերի, Ռոբերտ Քոչարյանը նոր չի, որ հետ Ռոբերտ Քոչարյանին տարվол ասեցի, հասկանալով այդքանը ստեղծեցին այդ սիրուն դրաման, սիրուն այդ կատակ երկությունը կամ թատրոնը, համերգը ստեղծեցին այնպես միանգամից մի քանի նապաստակ խփեցին նապաստակը այն հաշվով, որ հայ ժողովուրդը ոգևորվեց եւ այն ընկճախտը եւ այն թուլությունն ու հուսահատությունը Սերժ Սարգսյան եւ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ամեն ինչով փոխարինվեց իմացակ դուխով ժողովուրդ հասկացողությանը։ Ժողովուրդ սկսեցին արդեն ասել մենք ենք դերը մեր երկրի, մենք դել չեմ ասում արդեն դոզի տակ միջև հիմա լիքը մարդկա ասում է հələ սաղը լսեք բանը հրապարակային չասը։ Պաշտոնապես հայտարարում եմ ձեզ Նիկոլ Փաշինյանը խոսքերն են կրկնում։ Նիկոլ Փաշինյանը այդ մասով ապրասկեն է որ ոգևորել է ազգին ժողովրդին, բայց տորմուզի ռուշնոյ տորմուզ, այսպես քաշում ես։ Բայց ռուշնոյ տորմուզը պիտի քաշի, ասի մի քիչ դուք ձեր պաշտոններից խոսացեք, ընկեր խոսքի բանվոր ընկեր, տաքսիստ ընկեր, ուսուցիչ, դուք ձեր պաշտոններից խոսացեք։ Պաշտոնապեսը ո՞րն է, պաշտոնապես հայտարարում եմ։ Լիքը տենց ասողներ կան, լիքը խոսացողներ կան, որ իրանց խոսքերքը օդ է, փուչ կա։ Վերջ ուզում եմ ասեմ, այս մասով ես ոչ թե մեղադրում եմ Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանին, որ ինչու ստեղծեցիք հեղափոխությունը, ես մեղադրում եմ, որ ինչու չպաճվեցին այն մարդիկ, ովքեր որ պետքա պաճվեին։ Բայց դե էլ մի ուրիշ բան կա, Սերժ Սարգսյանը ախր միասին ճանապարհ ունեն անցած Ռոբերտ Քոչարյանի հետ։ Դրա համար պետք է ասի, դավայ Նիկոլ եղբայր, այս մասով արի ձևական իբր պաճում ենք, բան ժողովրդին էլի ոգևորենք, բայց չի կարելի, բա Ռոբերտին պաճես, բա պետքա հոկտեմբերի 27-ը բացելուց ինձ իմասին էլ խոսած, բա ես էլ գնամ կորչեմ այդ ասես եկցին բռին ասին լավ ասենց հրապարակայ մեր բլոգերներին բանին կասենք հələ դրանց լավ տեղը դրեք կլիզմա արեք, բարձա Ռոբերտ Քոչարյանի կողմի մարդիկ էլ իրանց ուղղությամբ են, ուսեն ժողովուրդ իրա ցեխոտելով, բլոգերները իրա ցեխոտելով, լրագրական դաշտը սես ակտիվի փոր ուժը հայրենասեր խաղալով,
կորում այն ամեն ինչ որ պետք է լինի, քրեական վարույթները դարձել է հանրային վարույթներ, քրեական վարույթը հանրային վարույթի է վերածվել, եթե պետք է մարդ պատժվի քրեական արարքների պատճառով չի պատժում, բայց հանրային տիրույթում լիքը դատապարտողներ կան, կոչանողներ կան, հրապարակային հայտարարում են, պատասխանատու պաշտոնապես, ով է, ինչ է, սա պաշտոնապես մենակ դատավորը կարա, չագուջը sense խփում է սեղանին, ասում է քեզ 50 տարի հələ ազատազրկում, ցմա ազատազրկում, սաղ կյանքը թորները դեր պատասխան պետք է տան ուրիշի թորների ու երեխեքի կյանքերի համար։ Չի եղել տես բան, սաղ էս տեսել ենք, անցնենք առաջ։ Անցնենք առաջ, ոնց հիշում եմ նախկին ներկա փոթորիկա դառնը մոտից, իշխանել հանգիստ ուզում եմ եթերս վարեմ։ Այնպես որ հա, ինչ մեղադրանք եմ ընչեցնում Փաշինյանի ուղղությամբ։ Ասում է երրագլուխ պատերազմի կուսակցություն, տենց է չի ասում։ Սա չթվա թե ես ասում եմ վատ եմ զգում որ Քոչարյանին կամ Գագիկ Ծառուկյանին բան ասեմ պատերազմի ընկեր Փաշինյան, պարոն Փաշինյան, պատերազմը Հայաստանն է սկսել, պատերազմը նախաձեռնել է Հայաստանը, Հայաստանը պաշտպանության դիրքերում է եղել, մեր հայոց բանակը կոչում է պաշտպանության ժամանակ, պաշտպանության բանակ Ղարաբաղին, պաշտպանության նախարարություն միջև հիմա Հայաստանում, ի՞նչ է դրա համար, դա ինչի մասին է խոսում, դուք էլ չեք փոխել հարձակողական նախարարություն սարքել, այսինքն հայկական կողմը եղել է պաշտպանության դիրքերում, ինչ անեին Ռոբերտ Քոչարյանը չլինի, Սերժ Սարգսյանը լինի, դու լինես, հարձակողական գործողություններին դեմ ինչ են անում, պաշտպանում են։ Պատերազմի կուսակցությունը չի այտենց շատ ասում, լավ, ենթադրեք մի բան դուք ինձ համոզում եք, ասում եք Գևորգ, պատերազմի կուսակցություն ասում ենք այն մասը, որովհետև այդ մարդիկ չեն ուզում խաղաղություն լինի Ադրբեջանի կողմը։ Մի ասեք երրագլուխ, ասեք հակառակ քառագլուխ բանը կողմը հակառակ պատերազմի կուսակցության կողմը նկատի ունենալով Ալիև, Էրդողան, Պուտին։ Այդտեղ կլինեք արդար։ Ես կասեմ դուք արդարացի եւ ինչպես դուք եք սիրում, ասել դուխով ձեր ասածը առաջ եք տանում։ Եթե ասում եք երրագլուխ, նախ սխալ եք, երրագլուխ չի, մի քանի գլուխներ կա, որ կուզենային պատերազմը լինի երկրում, իրանք էլ երևի իրաց բիզնեսը անեին, բան չունեմ ասելու։ Բայց դուք չեք անում Ալիևին էլ այդքան ասեք քառագլուխ Ալիևը, լավ անվանական մի ասեք, ինչպես եք առանց Պուտին անունը տալու, դուք ասել, որ մեր դաշնակից առնվազն երկու պետություն օգնել է Ադրբեջանին Ղարաբաղի հարցին պատերազմի ժամանակ։ Ասել եք, չէ՞։ Հրապարակային բարձրաձայն ասել եք։ Մենք ես ինքս հասկացել եմ, որ դու նկատի ունես Բելարուսիային եւ Ռուսաստանին։ Հիմա առաջարկում եմ, ասա որ երրագլուխ օրինակ պատերազմի կուսակցության հակառակորդ քառագլուխ կամ երրագլուխ էլի հակառակ կողմի պատերազմի կուսակցության ղեկավարները ուզում են ռեգիոնը միշտ ալեկոծության պատերազմների մեջ պահեն։ Ըստ ուզում եմ ձեզ ասել ուղղակի պարոն Փաշինյան, որ ձեր այդ հարձակողական, այդ ձեր բարձր տոնով ոճով խոսալը ստացվում է միայն ու միայն մեր երկրի ընդդիմության կամ չգիտեմ էլ ինչքանով է ճիշտ ընդդիմություն ասել, նրանք նախկին իշխանություններն են, էլի ավելի ճիշտ է նախկին իշխանության վրա։ Նախկինը ինչ է, նախկինը իր սխալները շատ է միշտ լինում։ Նախկին ամեն ինչի սխալը շատ է լինում։ Մարդ ծնված օրվանից անմեղ է։ Սկսում է ծնված օրվանից ինքը սխալներ չի գործում, եթե չասենք, հենց ծնվել է սխալ է, բայց դա սխալ չի։ Աստված քեզ ստեղծել է։ Դու մեղքեր չես գործում։ Նույնիսկ այնա եթե 5 տարեկանում sense բան ես արել, 4 տարեկանում sense բան ես արել, Աստված ներում է, տենց են ասում, որովհետև չգիտակցաբար ես անում։ Երեխան չգիտակցաբար անում է սխալ քայլեր։ Արդեն հասուն տարիքում, երբ որ դու մեղքեր ես գործում, բղծություն ես կատարում, դա արդեն չի ներվում։ Բացի քրեորեն, դատական, տենց սահմանադրական, այլ Աստծո կողմից չի ներվում։ Հասկացաք, այսինքն դուք 18 թվին լինելով իշխանության, դուք դեռ մեղք չէիք գործել։ Դուք մաքուր էիք։ Դուք ապրեցիք 2 տարի մաքուր 20 թվի պատերազմի ժամանակ պատերազմը պարտվեցինք, որովհետև որ նախկին իշխանությունները չեն զինել համարժեք, բացի դրանից ըստ հավաստի եւ կախված օդում կախված լուրերի կոնկրետ մարդիկ պատերազմի դաշտում ասում էին, որ ցախացա, հազնացա, հետնահանջ եւ այլն եւ այլն։ Եվ այս ժամանակակից աշխարհում ոչ մեկին iPhone չուներ կամ Samsung են վերջին մարկայի, որ կամերան sense անպամած բան նկարի, գոնե դինամիկը զապի սարի, որ ասե Նիկոլո ցախացա, դեմքը մի քիչ ֆիքսվի, հասկանանք այդ ովքեր են այդ ասողները, ինչու չեն պատժվում։ Ձևական հա, մի քանի հոգու բարձա պետքա դուք պատժեք, ասեք վերջ, ուրեմն հանցագործները բռնված են, բայց գլխավոր հանցագործները ազատության մեջ են։ Ինչ եք ուզում դրանով ասեք։ Այս որ թեմաներ արդեն ընդդիմուց մաքրությունը եւ ինչպես են դառնում, ուզում եմ ասեմ ձեր ուժը հերիքում է նախկիների վրա հարձակվեք, հարձակվելը վատ իմաստով չեմ ասում էլի, ուրիշ ձև չընդունեք, հարձակվել բարձա որ դուք մեկը մյուսի վրա հարձակում եք ազգային ժողովում։ Եվ իմ բողոքը, որ այսօր ես ասում եմ, չպետք է ընդդիմությունը կազմի Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան։ Ժողովուրդ ջան, մենք
կյանքներիցս ձեռենք հառել, որ երկրորդ ուժ իրանց ստեղծենք վերենք։ Հարգելի հայրենակիցներ, այլ չմոլորված իմ հայրենակիցներ ջան, դուք գիտակցում եք ինչ եք անում։ Փաշինյանը ընտրվելու է, ոչ թե արդեն 64%, չգիտեմ քանի տոկոսով 64 ասենք անցնեն գնանք, բայց ես 99% համոզված եմ, որ ինքը ընտրվելու է։ Դուք այլ տարբերակ չեք կարա, որովհետև այսքան հասխալներից ծնկելա, ընկելա, հելելա, գիրքը վերցրելա, նկարվելա, ես իմ լիքը բաներ, բայց այս պահին ինքնավոր ռեալ քաղաքականությունն է ձեզ առաջարկում, ձև չկա որ իրանից առավել ինչ որ մեկը ձայն հավաքի, բայց ցավը այն հա որ նույն Փաշինյանը այնքան գովազդեց Սամվել Կարապետյանին, բերեց երկրորդ հորիզոնական։ Ես որպես անկախ բլոգեր ամեն ինչ անելու եմ, որպես երկրորդ հորիզոնականը վերցրած Սամվել Կարապետյանի ուժը չդառնա երկրորդ քաղաքական ուժ։ Ես ուզում եմ որ նոր ուժեր կան։ Ասեք նոր ուժերին համաձայն ես գաղափարակից ես Գևորգ, ոչ։ Բայց նորը ուզում եմ մաքուր լինի, ուզում եմ լեզուն երկար լինի, գա մի քիչ խելացի խելք ունենան, բավարար է։ Իրանք կարան իրանց մաքրությամբ, իրանց խելքով դառնան ուժեղ կոնկրետնի ընդդիմություն։ Ես ուզում եմ այդպես, որպեսզի մեր քաղաքական դաշտը մաքրվի։ Նիկոլը չի ուզում։ Նիկոլ Փաշինյանը հենց հիմա ճարը լինի, սոչով բերանս կփակի, ասի Գևորգ սուս մնա, թող այս կեղտոտված հները, բանը sense գանելի դառնան ազգային ժողովի, որպեսզի բա ում վրա ինքն հաստատվի, բա ում վրա մատ թափտան, բա ում վրա գոռամ։ Ես էլ ուզում եմ ասի, սկոչը քաշում եմ ասում, պարոն Փաշինյան։ Այ եղբայր ջան, չի կարելի տենց։ Ժողովուրդը հոգնելու են, հիասթափվելու են։ 20 տարի Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը խեղդեցին ժողովրդին իրանց ոչ մի լավ բաներով, վատ բաներ անընդհատ, վատ բաներ։ Հիասթափությունից արտագաղթ։ Այս 5 տարին լինելու արտագաղթի տարի, եթե երկրորդ ուժը պետքա նախկին իշխանությունների ներկայացուցիչ կամ անդամ կամ հարակից արբանյակային ուժեր մտնեն ազգային ժողով։ Թող մտնեն փոքր խմբակցությունով, ներկայացուցիչ որպես Ռուսաստանի Դաշնության, մեկ այնակ ռուսամետ են։ Հուսում եմ Փաշինյանը այս ուղղությամբ բան կանի։ Մի քիչ կթուլացինի գովազդը Սամվել Կարապետյանի ուղղությամբ երկրորդ ուժը սարքել չեղաստեղով։ Սամվել Կարապետյան կյանքում գրիչ վերցրածա քաղաքական մի հատ տող գրած։ Այդ մարդը քաղաքականության մեջ չունի նույնիսկ այն սովորական, գիտեք, յուրաքանչյուր ոլորտ ունի իր ձևը շփվելու, որ բժիշկները իրանց տերմինոլոգիան ունեն, շինարարները իրանց տերմինոլոգիան ունեն, բիզնեսմենները իրանց տերմինոլոգիան ունեն, գողական աշխարհի ներկայացուցիչները իրանց, շարքային ռամիկ գյուղացին իրանց, ամենը իր տերմինոլոգիան եւ խոսելավոճը ունի։ Սամվել Կարապետյանի ոճը նույնիսկ քաղաքականության հետ էլ չունի կապ։ Սամվել Կարապետյանի գործունեությունը քաղաքական չի եղել, բիզնես ոլորտ է եղել։ Ասեք ուրացող ես դու Արցախում էլ ասենց արել։ Ես ոչ ուրացող ոչ էլ ծախված եմ։ Շնորհակալություն իրան արած գործերի համար, շնորհակալություն իրան, Աստված իրան երկար տարիների կյանք տա, այնքան ավելի շատ հարստանա, երրակի քառակի 5-յակ 10-յակ անգամ շատ հարստանա, շարունակի օգտակար լինի պետությանը, բայց կներեք, ես քաղաքականությունից եմ խոսում, արդյոք ինքը չլինելով այդ ոլորտի մարդ գալու, այնա, այն օրը նարեկը հարցեր տալիս, մարդը ասում այն քֆուր տամ ես, քֆուրով չի, պարոն Կարապետյան, քֆուրով չի, հիմա տեսեք ես բլոգերական գործունեություն եմ տարածում, սրտիս մեջ լիքը խոսքեր կա, որ պետքա լիքը մարդկանց ասեմ, բայց ես զսպում եմ, տալիս եմ մի քիչ կոշտ, տենց կոպիտ գնահատականներ, բայց զսպում եմ քֆուր չեմ տալիս։ Ձեր այդ քֆուրներից ես էլ գիտեմ, իմ սրտում էլ կա, ինձ սադրում են, տակը վիրավորում են, հայհոյում են, բան, ես այդ հայհոյանքի կարամ տասնապատիկը, իմ պապիկը ուժեղ քֆուր տվող մարդ է եղել։ Կարամ այնպես քֆուրներ տան, որ դուք ասեք, ես ի՞նչ թազա քֆուր է, որտեղ իմ պապու բանը օրակարգի մեջ եւ ընդհանրապես քֆուրների ցուցակում լիքը քֆուրներ կա, որ դուք լսած չկաք։ Բայց քֆուրով հաշ չի լուծում, ցա մի կողմ։ Հիմա կարճ եմ։ Վերջ անցնենք բանին։ Հենց Սամվել Կարապետյանի եւ ռուսամետ ուժերի, ովքեր որ Ռուսաստանի անունը տալով, Ռուսաստանին դաշնակից համարելով եւ իրանց ուժը Ռուսաստանի հետ կապելով, փորձում են ցույց տան, որ Նիկոլ Փաշինյանը չի արել այն բաները, որ Ռուսաստանը մեզ հետ ավելի լավ վերաբերվեր, դաշնակից ելներ։ Դե գոր գճի բան արել, գցել այրապորտում դա մի կողմ, ասում են Նիկոլ Փաշինյանը չի կարացել պատերազմը կանգնեցնի, Ռուսաստանի կողմից առաջարկ ա եղել։ Երեք էլ Կարապետյանն ասում է, ինչ որ ճշումս է էլի, ժողովուրդ ջան, կներեք, հեսա հանդարտեցնում եմ մտքերս ճշումս էլ կարգավորվի, հիշողությանս էլ ազդում, բայց հիշում եմ, ուղղակի չեմ կարող մարդայտել։ Նարեկ Կարապետյանին, Նարեկ Կիրակոսյանի հարցինի պատասխան, ասում է, մենք ես ամեն ինչ արել եմ, որ դիմել եմ ոնց որ հա տենց համիրքը դառնում Սամվել Կարապետյանի, որ պատերազմը դադարեր, որ կանգնեցնեին պատերազմը։ Իմ մոտ գիտեք ինչ հարց առաջանում, եթե դե տենց ուժեղ
հարաբերություններ ունեք Ռուսաստանի հետ։ Յուրաքանչյուր քաղաքացի իր մտքով պետք է այս հարցը անցնի։ Պետք է Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին, ով որ ասում է Բելարուսիայի նախագահի հետ մոտ եմ եւ ռուսամետ եմ, այսեն մեր հարաբերությունները միա Ռուսաստանի հետ ունի այդպիսի հարցազրույց 21 թվականին ես շատ լավ հիշում եմ։ Ուրեմն եթե դուք այդքան լավ հարաբերություն ունեք, դուք պետք է սպասեիք պատերազմը սկսվեր, պատերազմի 8-րդ օրը խոտ տայիք ձեր կապերը, այդ արտահայտությունները անեիք, որը sense ինչպես օթա հելել, հոդս ացնդել։ Ձեզ ով է ընդհանրապես հաշվի առնել։ Ձեր խոսքերը ով է հաշվի առնել։ Պուտինը, Ալիևը, թե Էրդողանը, թե գերտերությունները։ Հերիք չի, նայեք, իմ խոսքերը դա հրապարակային խոսքեր է, բլոգերի վայել, կարա մտքեր արտահայտի, խնդրանքներ, կոչեր, տեսաուղերձների տեսքով sense բաներ ազբաղի, բայց ձերը չպետք է լինի, ուղղակի ասել ենք պատերազմը դադարեցել եք, արել է Պուտինը, չի արել, այսինքն ձեր ֆակտորը արդեն 0 է։ Всё, 0 է Ռուսաստանի մոտ։ Յուրաքանչյուր ձայն տվող ձեզ որ պետքա գնա ձեզ ձայն տա, պետքա իմանա որ ձեր ֆակտորը պատերազմի ժամանակ 0 է եղել, որտեղ դուք դիմել եք Ռուսաստանը ոչ մի բան չի արել, պատերազմը կանգնեցնի։ Նիկոլ Փաշինյանից ուժեղ տղերք եք, ավտորիտես տղերք եք, արած ունեք աշխարհում եք, Նիկոլն ոչ մի բան արած չունի, ձեր ասելով։ Ոչ մի բան է, Իջևանից եկել է Երևան, վարչապետը նստել ստեղծած չունի քասիբա բան, մարդը ես էլ եմ քասիբ, ես չեմ կարա բիզնես մտածեմ, կարամ է մտքերովս գալիս է, բայց միտեղ տեսնում եմ այդ բիզնեսի մեջ պետքա խափեմ, պետքա ընկերոջս էլ խափեմ, պետքա մոտիկիս էլ խափեմ։ Բիզնեսի մեջ տես բաներ կա, չգիտեմ, ես ուրիշ ձեր չեմ, ու Հայաստանում էլ հարստացածները հիմնականում պետքա մի բան ոչ օրինական ճանապարհով անեն կամ ոչ մարդկային, կամ ոչ բարոյական, կամ մի սահմաններ է հատում։ Իմս չի տալիս, իմ ընտարածելակերպը դասերակցությունը չի թողում։ Հիմա եթե ես բիզնեսմեն չեմ, հարուստ մարդ չեմ, բայց ազնիվ եմ, բայց արդար եմ։ Ես չեմ կարա ինչ որ պետական պաշտոնում, պետական գործում այդ համակարգը ոտի կանգնեցնեմ։ Կարամ, եթե մտքումս դնեմ, եթե սրտումս լինի։ Այնպես որ Նիկոլ Փաշինյանի այդ մասով որ կպնում եք, տեղին չեք կպնում։ Սխալ եք անում։ Հակառակը դուք ձեր հարստություններով բանով երկիրը քանդիկ ես մի կողմ։ Ամենագլխավոր հիմա ես ձեզ մեղադրանք հնչեցնում եմ, այդ որ Պուտինի մասով խոսացինք պատերազմի ժամանակ։ Որ ինչու է պատերազմի ժամանակ ընդհանրապես հիշել, որ Պուտինը կանգնեցնի պատերազմը։ Ինչու՞ չեք այն ժամանակ Պուտինին հիշել, երբ որ արագ տեմպերով զարգանում էր Ադրբեջանի բանակը հզորանում էր, Պուտինը 60 քանի տոկոսներ, չէ, 67% ոնց որ սպառազինության Ադրբեջանի ռուսականն էր, Ռուսաստանն էր։ Եթե տենց լավ կապեր ունեիք Ռուսաստանի հետ, այսօր ձեզ ընտրողներին եք խափում, չեք տեղյակ բան, որ ձեր կապերը էլի 0 վարկանիշ ուներ, էլի 0-ի աշճանի վրա էր գտնվում։ Եթե ուժեղ կապեր ունենայիք, դուք այն ժամանակները, երբ որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ արդեն ռազմական բալանսը խախտվել էր Ադրբեջանի հետ, 2005 թվին եմ, ես հիշում որ խախտվել է։ Ու սկսել թափով Ադրբեջանը զարգանալը սպառազինությամբ։ Նույն Ռոբերտ Քոչարյանն ասում է Պուտինի հետ լավ է։ Ինչու Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը, Սերժ Սարգսյանը, բոլորը միասին, օքեյ, իրանց էլ արբանյակային ուժեր են կամ անհատներ են։ Ինչու՞ չեք դուք գործարկել ձեր հզոր կապերը, Ռուսաստանին ասեք, եղբայր դու մեզ դաշնակից ես, թե մեզ թշնամի։ Իգնասի դաշնակից եմ, բա եղբայր Ադրբեջանը մեր թշնամին է, ինչ ես դրել զինում ես արա ոտից գլուխ։ Ասել եք տես բան։ Դե ես ոչ մի բան չեմ ասում։ Ձեզ ընտրողը պետք է իմանա ինչի է ընտրում։ Ես չեմ ասում չընտրեն հարգելի հայրենակից, հարգելի քաղաքացի եղբայր քույր։ Երբ որ գնաք դուք նախկին իշխանությունների որևէ անդամին ընտրեք, այս խոսքերքս լավ կհիշեք։ 29 օր մնացել, չէ՞ ընտրությունների, 30 օր մնացել։ Ընտրություններից առաջ մի հատ կհիշեք այս եթերը, 1 ամիս առաջ։ Ձեզ ինչ եմ ասել, այդ մարդիկ Ռուսաստանի հետ ուժեղ իբր թե կապեր ունենալով չեն կարացել Ռուսաստանին ասեն ինչ ես անում, վերջը սենս է լինելու։ Սերժ Սարգսյանի ալիքներից մեկի լրագրողին 2016 թվին երևի հարցազրույց է վերցնում Սերժ Սարգսյանից, ասում է ձեզ չի ուզում որ Ռուսաստանը զինում է Ադրբեջանից։ Սերժ Սարգսյանը պատասխանում է, ես այդ ինտերվյուն տվել եմ, ցույցել եմ տվել, ինչքան գիտեմ այդ տեսանյութը, եթե գտնեմ YouTube գցելուց այդ հատվածը կտեղադրեմ կտենակ։ Ասում է իհարկե մեզ հուզում է, բայց մեզ այն ժամանակ, չէ, մեզ չի հուզում, բայց իհարկե եթե մենք հետագայում տեսնենք, որ այդ զենքը զինամթերք Ադրբեջանը օգտագործում է մեր վրա, մեզ կհուզի, բայց դա բիզնես է, ինչ հա Պուտինը ընդամենը զենք է ծախում, փող աշխատում։ Մեր սիրելի հայրենակիցները, մեր հարգելի հայրենակիցները չեն ասում, օրինակ, պարոն Սերժ Սարգսյան, ախր դա սմետան չի, դա հաց չի, կա ուտելիք չի, էլի, որ ասենք, ժամ տարել է Ադրբեջանը, առել է Ռուսաստանից, տարել է 2 տարի կամ 3 ամիս պահել է, 5 օր պահել է, սրոկը անցել է, բանը ժամկետը, անցել է, շպրտել է։
ժողովուրդ ջան, զենք է արել Ադրբեջանը, որը ունի ժամկետ, մոտակա չգիտեմ 50 տարի միգուցե ժամկետ կունենա 100 տարի, նա ուտելիք չի, նա մետաղա, որը չի փչանում, տարել է, զինել է 25 տարի։ Ասում են Նիկոլ, 2 տարում խիչ է զինել այնպես բանակը հարձակվեն, որ Ադրբեջանը հարձակվել է, անց ջարդը տայր, որ սաղ աշխարհը զարմանա։ Նիկոլը չի պատասխանում, ասի պարոն Քոչարյան, պարոն Սերժ Սարգսյան, ախր ես 2 տարի եմ եղել վարչապետ, չեմ հասցրել, բայց դուք չէ որ մարդը 10 տարի եք եղել, քիչ եք դες արի ռազմական բալանսը չխախտվի, որտեղ բալանսը խախտված վիճակում բարձա որ ում օկտին խախտվել է, այսինքն կշերքի ծանրությունը ումը իջել է, ուրեմն նրա բալանսը, նրա զորությունը ուժեղ է։ Ադրբեջանի կշիռը իջել է, ծանրացել է, մեծացել է, վստահ է եղել որ հարձակվի ուզում է վարչապետին 24 ժամում 4 վարչապետել փոխեք Հայաստան պատերազմի օրերին։ Մենակ ինքը 25 տարի զինվել է, պատրաստվել է։ Իսկ Նիկոլ 2 տարում չէր կարա զինել։ Հարցը այն է, որ հարգելիներս, երբ որ դուք խոսում եք, թե մենք կարանք սենց անենք, մենք որ գանք, պետք է այսի գնա, դավաճանա, էսա, այնա, իսկ դուք ինչ եք ասում դրանով։ Ուզում եք հասեք, դուք ուժեղ տղերք եք ու Ռուսաստանը սպասում է դուք այս շանության գաք եւ Ադրբեջանի սկսի արդեն պատժելը, բայց ժողտղայեր այս ժամանակ պատժել, երբ որ ձեր իշխանություն կա, չէ՞ պատժում Ադրբեջանին, որ ազատ են զինվում են։ Ինչի համար է զինվում։ Եվ վերջապես Պուտինը ձեզանից չի թաքցնում, հայ ժողովրդից չի թաքցնում, ամբողջ աշխարհից չի թաքցնում։ Ասում է Արցախը միշտ եղել է անբաժանելի մաս Ադրբեջանին։ Մենք այդ հարցում Հայաստանի հետ դաշնակից չէինք, մենք իրանց խոսք չէինք տվել, որ ձեզ կպաշտպանենք Արցախի հարցում, ձեզ կօգնենք Արցախի հարցում, կա այդպիսի ինտերվյու, ես չեմ օրինում։ Ովքեր որ տեսել են կուզենայի դուք տեղադրեի կարճ իմ տեսանյութ տակ, ուրիշները որ չեն տեսել տեսնեն, մարդը չի թաքցնում, ասում է այդքանը, դուք էլ ինչի եք անիմաստ Պուտինան ու տալով ուզում եք լայք հավաքեք, հա հասկացանք մի որոշ քաղաքացիներ իմ նման հիշողությունը ուժեղ չի, հիշի Պուտինը ինչ աղացել ընդհանրապես Արցախի հարցում, բայց չէ որ հիշում եմ, հիշատակում եմ։ Այդքան ասելուց հետո Պուտին դուք որոշել եք էլի գնաք նախկին իշխանությունների արբանյակային ուժերին կամ նախկին իշխանություններին զայն տակ, բերեք ինչ այն Արցախի վերցնի հետ ձեզ տա, այդտենց շանս դուք տեսնում եք։ Հետո էլ ակնկալում եմ ես, որ Պուտինը զրույց արել է, որ Արցախի հարցում ես ասել եմ Հայաստանի մեր գործընկերների, որ ձեզ չենք աջակցի, դաշնակից չենք։ Ես ակնկալում եմ Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից էլ մի հատ դրա մասին հարցազրույց տալուց լրագրողները հարցնասեմ, դուք ինչ կարծիք ունեք։ Պուտինը ընդհանրապես տենց բան ձեզ ասել է, դուք այդ մասին ինչ ունեք ասելու։ Դուք Քոչարյանը ասի Պուտինը կամ խափում է, մեզ թակուն ասել է արխային կարակ չզինվեք, արխային երկիրը գրփեք, ճրփեք, թալանեք, ես չեմ թողել Ադրբեջանը հարձակվի, կամ մեկ ուրիշ պատճառ ասի, լավ, բայց ասի Ռոբերտ Քոչարյանը թող մեկնաբանություն տա, Սերժ Սարգսյանը թող մեկնաբանություն տա։ Թող ասեն, հա, ժողովուրդ ջան, Պուտինը մեզ բոլորիս այս հարցում ասել է իմ հետ հույս չկապեք։ Ուղղակի մենք ձեզ չէինք ուզում ժամանակին, ասեինք վախենում ենք իշխանություն կորցնեինք։ Այդ միակ մեթոդն էր, որ ձեզ խափելով մեր իշխանությունը պահենք։ Արցախը մենք ենք փրկել, Արցախը մենք ենք պահում, բանակը մենք ենք պահում։ Սա խափելու մեթոդ էր, որպեսզի մենք իշխանություն պահենք։ Իրականում մեր պահած իշխանությունը չէր ազդում վաղվա ապագայի վրա, Արցախի ճակատագրի վրա։ Սենց կարճ կոնկրետ մի հատ բացատրություն տալիս եք, մենք էլ հանգիստ գնանք մեր գործերին, ոչ երկարացնում են ոչ բան։ Երբ բրցանք նախկին իշխանություններ, ներկա իշխանություններ, պայքարը հիմա այլընտրանքային ուժերը, որ կեղտոտված չեն, մաքուր են, բան չունեն արած, իրաց մոտ էլ մի հատ նոր բան կա։ Մենք ոչ նորերի հետ կապ ունենք, ոչ նախկինների հետ կապ ունենք։ Սա առաջի հայացքից խափում է ժողովրդին, տպավորություն է ստեղծում, որ եթե իրանք չունեն կապ, ուրեմն իրանք ավելի լավն են։ Իրականում իրանք միայն մի բանով էլ որ չեն կեղտոտվել։ Բայց դա դեռ չի նշանակում, որ իրանք օրինակ լինեն իշխանության, չեն կեղտոտվի։ Դա դեռ չի նշանակում, որ իրանք դառնեն իշխանությունը վերցնեն իրանց ձեռը, Հայաստանը արագընթաց զարգացում ապրելու։ Կարող է եւ շատ հակառակը լինի, հետընթաց ապրի։ Սա էլ չեմ ասում տենց է։ Ես ասում եմ, որ դուք ուշադրություն մի դարձրեք այդ պոպուլիստական սիրուն քաղցր զորույցներին։ Խոսում են Արևմտյան Հայաստանի հողեր հետ բերելու։ Սա նոր ուժերի խոսակցություններն է։ Չնայած նա ես որ խորհուրդ եմ տալիս, էլի խորհուրդ եմ տալիս երկրորդ ուժ ընտրել նոր ուժերից, իրանք կարան լավ աշխատեն որպես ընդդիմադիր, բայց իրաց չի կարելի իշխանություն վստահած առայժմ։ Հանկարծ նենց չստացի, որ իրանց իշխանություն անցնի։ Ու չի ելնի։ Դա մոռացեք։ Եթե առաջի տեղել բռնեն բանելով, ընտրություններով, այսօրվա իշխանությունը թույլ չի տա նոր ուժ վերցնի ձեռը։ Չի թողի։ Իրանց մարդը պետք է իշխանություն վերցնի։ Ինչպես որ Սերժ Սարգսյանը թույլ չտվեց, ուրիշ մեկը վերցնի իշխանություն։ Ինքը թույլ տվեց այն մարդը վերցնի իշխանություն 18 թվին, ով որ իրան չի նստացնի կամերում։
ով որ իր ախպերներին բանին չի նստի կամերում։ Կա չէ տես բան։ Դե որ խափեմ կասեք խափում է, սենա նստած են։ Հա, փող եմ ուծել բյուջե, վայ կներեք չգիտեի։ Ես գիտեի իրանք փող չունեն։ Ձեռից վերջին կոպեկն են վերցրել, հասկանալի է։ Այնպես որ նոր ուժերի ուղղությամբ էլ ձեր ընտրությունը կատարելուց ես չեմ ասում մի ընտրեք, ես չեմ էլ ասում Նիկոլին մի ընտրեք, ես չեմ էլ ասում նախկին իշխանություններին մի ընտրեք, ես ասում եմ ովքեր են իրանք, իսկ դուք ընտրություն անելուց որոշեք, ում եք ընտրում, ինչի եք ընտրում, որ հետո դուք ձեր խղճի առաջ լինեք պատասխանատու, հետո սրա նրան չմեղավորցնեք, հետո չասեք Գևորգը մեզ ասեց, գնա սենց ընտրի, Գևորգը լսեցիք տեսան, ես ինչ եղավ, ես ոչ մեկի ուղղությամբ չեմ ուզում, ասեմ դուք գնացիք սրան ընտրեք։ Ես կարամ ասեմ այս ինչ բաներ ես մարդիկ ասել են, ինչ բաներ արել են, դուք դա լսեք եւ ձեր մեջ անալիզ արեք, ինչ ուզում եք արեք։ Այնպես որ նոր ուժերի այդ զորույցները, որ ասում Արցախն ենք հետ բերելու, Արևմտյան Հայաստանն ենք հետ բերելու, նախկիններն են իմիջիալոց տես բաներ, ասում նախկինները ջփակենք, նրանք ես հիմնավորեցի, որ նրանք չէին կարող ժամանակ իրացեն Պուտինը ինչ ես անում, հիմա կորցնելուց հետո հեշտ ո՞նց է հետ բերելու։ Այս տերևը որին ձեռն է, չես կարա ձեռից վերցնել, դժվար կվերցնես։ Բայց որ արդեն վերցրած են, ես քեզանից հետ արդեն դժվար կվերցնեմ։ Արցախ հանձնել են երկար տարիների ցախողումների, երկար տարիների սխալ պահվածքի համար։ Հիմա այդ ինչ պետք է անեք, որ տես Ադրբեջանն էլ sense աչքերը չռի զարմանա, բան, տեղը վերընկնի ասի, վայ արա, այս հայերը ուրեմն sense ուժ մոզգեր են, այս ինչեր են անում։ Դուք ձեզ էլի մի գերագնահատեք, ոչ էլ թերագնահատեք։ Ձեր ռեսուրսներով, ձեր ուժերով եղեք այնպես, որ վաղը մյուս օրը նորից չի, նոր արկածախնդրություն բերեք մեր գլխին։ Այնպես որ նոր ուժերի այդ զորույցներին էլ ուշադրություն մի դարձրեք, որ ասում Արցախի հետ ենք բերելու, էսեն Արցախը առայժմ դրա մասին խոսալը շուտ է հետ բերելու, արցախցիներից հետ գնալը հեշտ է, բայց դե մենք պետք է որոշենք ինչպիսի ստատուսով, ինչպիսի կարգավիճակով։ Ես կոնկրետ չեմ պատրաստվում ինտեգրվել Ադրբեջանի հասարակության մեջ։ Իմ զավակները, իմ տղաները պետք է գնան հայկական բանակ, ծառայեն հայոց բանակին, իմ երեխեք պետք է ամուսնանան հայ աղջիկների հետ, առնվազն ես նացիստ չեմ, կամ էլ ես իմ էլի քրիստոնյա ազգի հետ, եւ էսի մի քիչ նոր թեմա է, լավ, իմ երեխեք ճակատագիրի, իմ երեխեքը ժամանակ կգա կորոշեն, առայժմ ես ուզում եմ որպես հանրային հասարակական գործիչ, որպես քաղաքական արդեն այսպես ասած մեկնաբանել, իմ դիրքորոշումը հայտնեմ, թե ինչպիսի Հայաստան եմ ես ուզում, թե ինչպիսի քաղաքական ուժեր եմ ուզում կառավարեն իմ երկիրը։ Ընտրություններին մասնակցելուց կհիշեք իմ խոսքերն էլ, միգուցե մի փոքր ավելի հանգիստ, թեթև եւ ազատ ընտրություն կանեք առանց մտատանջության, առանց խղճի խայթի։ Դե քարոզարշավը սկսվել է, իսկ իմ հակաքարոզարշավը եւս։